Այն չի ուզում ասել, Սուր Արավոտյանը արթնացա, դե չեմ ուզում ոչ քաղաքականությամբ զբաղեմ, ոչ իմ առողջության վրա եւ կյանքիս որակին ազդում է։ Չկա մեր ասեք խաղաղություն է եկել, ոչ մի անգամ, ոչ Սերժի, ոչ Ռոբերտի ժամանակ այսինքն պատերազմի վտանգ չենք զգացել, ոնց հիմա ենք զգում։ Ու հիմա ոնց որ բոլորս էր սահմանների վրա ապրենք։ Սաղս է վտանգ եք զգում, բայց ինքն մա խաղաղություն են բերում։ Ինքն էլ ոչ մի խաղաղության պայմանագիր չի կնքել, ինքն էլ ասելա, որ խաղաղության պայմանագիր կնքվել, դեռ չի նշանակում, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու։ Դե որ Ալիվն է գնում ստորագրում Ղազախստանում, որ հայերը ոչ թե Ռուսաստանից, այլ Ղազախստանից ստանան հաց եւ իր ճանապարհով գան, դա իմացանք, լսում ենք ոնց է խառնվել ամբողջ Տուրքիան, Զանգիզուրի կալիդորը բացած է, ղեկավարում է, ոնց, բան, ինչ ենք բերելու, ինչ ենք տանելու, դե իրանցիները, կիտայացիները մանտրաշ են, վաշե պատասխանել պետք է տանք, թե ռուսերին, թե կիտայացիներին, որի ճանապարհը իրանցն է։ Լավ, հա, Արարատյանը ինչ ուրախացրեց Փաշինյանը։ Նայեցի կադրեր, որ գնացել է կաթոլիկ եկեղեցականի մոտ նստած խոսում է ու Պուտինի նման ոտը շարժում է։ Պուտինի նման նստել է եւ Պուտինի նման ոտը շարժում է։ Պուտինը միշտ բան է, կրունկի վրա թաթը բարձրացնում է կրունկի վրա եւ սկսում է մտածել, սկսում է այդպես անել։ Կրունկի վրա թաթը շարժել, բարձրացնում է թաթը կրունկի վրա եւ շարժում է։ Այդ վտանեմ, Փաշինյան ջան, քո դեմքի արտահայտությունը, քո ոտքի շարժումը հետ իրար չեն խոսում։ Նրան որ տեսնում ես, հասկանում ես ինչի։ Ուզում ես գիտես ինչ արա։ Բանը Պուտինը որ քայլում է, մի ձեռքը շարժում է, մյուսը ոչ։ Կարո՞ղ դու էլ տենց բան գաս։ Ինքը տենց է քայլում, բայց պարզապես չես ձգում, էլի ձևը զգացվում է, չես ձգում։ Այ դու չես կարա ոչ Տոկաևին նմանվես, ոչ Պուտինին, ոչ Զելենսկուն։ Հասկանում ես, զգացվում է նրանց մոտ կիրթ լինել, ինտելիգենտ լինելը կոչ չէ, գյուղի հոտը գալիս է։ Այ գիտեք ում մակասան ես Լուկաշենկայի։ Ամբողջ խոսում է, լուրջ եմ ասում, գտնվում Ալիևի մոտ գեղացու հոտը վրից փչում է։ Չաղ, բոյով, անդոր կարտոշկա։ Այ իրան որ սկսես նմանակել, տենց խորտ չի թվա, ձևեր չի թվա։ Բայց կներես էլի, չես ձգում Պուտին, չես ձգում։